Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր երեքշաբթի է և մեր կանոնավոր թեմատիկ զրույցների շարքում ես այսօր նախատեսել եմ ձեր ուշադրությանը ներկայացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Մեզ մի քանի վայրկյան ժամանակ է անհրաժեշտ, մինչև վերահեռարձակող լրատվամիջոցները իրենց YouTube-յան ալիքներում կմիանան այս Facebook-յան ուղիղ եթերին։ Ես շնորհակալություն եմ հայտնում 168.am լրատվական կայքին ուղիղ եթերում վերահեռարձակում իրականացնելու համար, ինչպես նաև այլ լրատվամիջոցներին հետագայում այս տեսանյութերը իրենց YouTube-յան ալիքներում հրապարակելու և տարածելու համար։ Միաժամանակ խնդրում եմ նաև ցանկացած մարդու, ով օգտատիրոջ, ով դիտում է այս տեսանյութը, տարածել այն իրենց անձնական հաշիվներում, ինչպես նաև այն խմբերում, որին որ անդամակցում են։ Նախորդ շաբաթ մենք խոսեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին և այսօրվա մեր ներկայացման քննարկման թեման կլինի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Սա կարծում եմ, որ առավել ակտուալ է հիմա այս պարագայում հասկանալու համար, թե ինչ կետից, որտեղից մենք ուր ենք հասել և ինչ է սպասվում այդ հարաբերությունների հետագայում և ինչ օգուտներ կամ ինչ վնասներ կարող է դա տալ մեզ։ Ես կփորձեմ հնարավորինս այդ ներկայացնել օբյեկտիվության մեջ, այսինքն ես ինքս որևէ թեզ, որևէ տեսակետ այդ իմաստով, այսինքն կողմնորոշվածություն չունեմ, ինձ համար կարևորը մեր պետության, Հայաստանի Հանրապետության շահն է։ Օրինակ, ես շատ տարակուսանքով եմ վերաբերվում այն դեպքերին, երբ որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցները ակնհայտ հակառուսներ են։ Ասենք, դա ոչ մի տրամաբանություն չունի, այսինքն եթե Եվրամիության հետ պետք է հարաբերություններ զարգացնել, եվրոպական երկրների հետ պետք է հարաբերություններ զարգացնել, ով ասում, որ դա պետք է արվի այլ պետությունների կամ այլ միջազգային կազմակերպությունների հետ թշնամության հաշվին։ Ուրիշ երկրներ, որ մեզ հետ հարաբերություններ են զարգացնում, խզում են իրենց կապերը մեր թշնամիների հետ։ Օրինակ ես Լեհաստանում Հայաստանի դեսպան եմ եղել, և Լեհաստանը մեզ հետ ուներ շատ լավ բարեկամական հարաբերություններ, մենք զարգացնում ենք այդ հարաբերությունները, բայց ոչ իմ մտքով է երբևէ անցել, ոչ էլ Լեհաստանի որևէ պաշտոնյայի, որ Լեհաստանը, եթե Հայաստանի հետ բարեկամություն է անում, ուրեմն պետք է խզի իր հարաբերությունները Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, ոչ, նրանք շատ լավ իրենց հարաբերություններ ունեն նաև այդ պետությունների հետ, որոնք մեր հետ թշնամաբար են տրամադրված։ Այսինքն մենք մեր հարաբերությունները չպիտի կառուցենք այլ պետությունների, Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների հետ։ Նույնը հակառակն է, եթե որևէ դրվագներ կան, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ակնհայտորեն շահեկան են և բխում են մեր պետության, մեր ժողովրդի շահերից, ինչ կապ ունի, թե այսօր Եվրամիության երկրները ինչ տրամադրվածություն ունեն Ռուսաստանի հանդեպ։ Այսօր վատ է իրանց հարաբերությունները, այսօր փաստացի պատերազմում են, կարող է կարճ ժամանակ հետո իրանք նաև բարեկամ դառնան, իրանք ի վերջո բարեկամություն են նաև ունեցել։ Ռուսաստան-Եվրամիություն գործակցություն ա եղել, Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցություն ա եղել տարիներ շարունակ, այս վերջին տասնամյակներում, այսինքն նրանց հարաբերությունները ցանկացած պահի կարան փոխվեն դեպի լավը կամ դեպի վատը։ Ինչ կապ ունի, մենք այսինքն մեր փոքր երկրով չենք գնում ընկնում դրանց հարաբերությունների արանքում և դառնում նրանց շահերի լարման կիզակետ։ Ոչ մի պարագայում դա պետք չի։ Իսկ ինչպիսի են եղել հայ-ռուսական հարաբերությունները իրենց պատմական խորքերում։ Ես հիմա մասնագիտությամբ էլ պատմաբան չլինելով չեմ ուզում խորանալ պատմության այդ շերտերը ընդհանրապես դարերի պատմությունը ներկայացնել, անկեղծ ասած չեմ էլ տիրապետում մասնագիտական խորությամբ հայ-ռուսական բարեկամության պատմությունը դարերի խորքից։ Բայց ասենք օրինակ Խորհրդային միության ժամանակաշրջանում, երբ որ մենք մեկ ընդհանուր պետության մեջ ենք եղել, նայեք ինչ շահեկան վիճակում է եղել մեր երկիրը,
խորհրդային իշխանության ժամանակաշրջանում։ Ճիշտ է, գաղափարապես դա անընդունելի է եղել մեզ համար, այսինքն այդ կոմունիզմի գաղափարախոսությունը եւ այլն, դա այն գաղափարախոսությունը չի, որ հիմա շարունակվի, անկեղծ ասած, այդ գաղափարախոսությունը իմաստի Ռուսաստանում էլ չեն ընդունում, չեն շարունակում։ Բայց փաստացի ձեռքբերումները, որ մենք ունեցել ենք, ի վերջո մեր հիմնական հայրենիքը, որտեղ հայերը ապրել են, դա այն տարածքներն է, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տրամադրության տակ։ Արևելյան Հայաստանի այն հատվածը, որտեղ հաստատվել է անկախ Հայաստանի Հանրապետությունը 18-ից 20 թվականներին եւ 20 թվականից հետո խորհրդային կարգեր, դա 20 թվականի դրությամբ, այսինքն Հայաստանի խորհրդայնացման դրությամբ շատ հետամնաց, նոսր բնակեցված, հետամնաց մի տարածաշրջան է եղել։ Հələ մի հատ նայեք շուրջ բոլորը։ Մեր երկրում, այսօր անկամ մեր հիմիկվա Հայաստանում, մեր քաղաքները, գյուղերը երբ են կառուցվել։ Երևան այս տեսքով երբ է դառել Երևան։ 20-ական թվականներին Երևանը մի հատ փոքրիկ գյուղաքաղաք էր, մի հատ Աստաֆյան կենտրոնական փողոցով։ Այն ինչ որ մենք հիմա համարում ենք Երևան, այդքան շենքերը, բնակելի շենքերը, կուլտուր մշակութային, արդյունաբերական ձեռնարկությունները եւ այլն երբ է ստեղծվել։ Այդ ժամանակաշրջանում դա էլ Երևանն ենք ասում, բա մյուս քաղաքները։ Հայաստանի բնակավայրերի գերակշիռ մասը կառուցվել է հիմիկվա Հայաստանի, այն որ հիմա Հայաստանի Հանրապետությունն է։ Հենց խորհրդային իշխանության ժամանակաշրջանում, այսինքն մեր Ռուսաստանի հետ համագործակցության ժամանակաշրջան։ Իմ ծննդավայր քաղաքը Վայքը երբ է դառել քաղաք։ Երբ է հիմնվել որպես կանոնավոր բնակավայր, զարգացել, դարձել սկզբից քաղաքատիպ ավան, հետո քաղաք։ Հենց այդ ժամանակաշրջանում։ Ջերմուկը իմ սիրելի քաղաքը, որի բնակիչն եմ ես գրանցված։ Երբ է դառել կուրորտային 30-ական թվականներից եկել են կուրորտոլոգները, ուսումնասիրել են, տեսել են, որ այնտեղ կա հանքային ջրեր, արժեքավոր, հասկացել են, որ դա բուժման համար օգտակար է, հիմնել են աստիճանաբար առողջաներ ջրաբուժական հաստատություններ, 80-ական թվականներին դարձել են միութենական նշանակության կուրորտային քաղաք։ Այդ քաղաքը կառուցվել է այդ ժամանակներում։ Ուտենց Հայաստանի գրեթե բոլոր գերակշիռ մասը քաղաքների եւ գյուղերի երբ են հիմնվել, հենց այդ ժամանակներում։ Երևանի պետական համալսարանը, ճիշտ է դա 19 թվականին է ֆորմալ առումով ստեղծվել Գյումրիում, բայց փաստացի որպես ակադեմիական, գիտակրթական ուսումնական հաստատություն իր զարգացում իր վերելք ունեցել է այդ ժամանակաշրջանում։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան էլ այդ ժամանակաշրջանում է ստեղծվել։ Երևանի մետրոպոլիտենը երբ է կառուցվել։ Այն ամենը ինչով որ մենք հպարտանում ենք, ինչով որ մենք ուրախանում ենք, մեր ազգայինն ենք համարում։ Օպերա եւ բալետի ազգային թատրոնը նախախորհրդային շինությունն է։ Հայաստանում օպերա է եղել, արվեստի տեսակը երբ է զարգացել։ Մարզահամերգային համալիրը, Զվարթնոց օդանավակայանը, երկաթգծի կայարանը, հանրապետական մարզադաշտը, Հրազդան ստադիոնը երբ են եղել։ Ընդ որում խորհրդային միությունը օգնել է նպաստավոր պայմաններ ստեղծել նաև մեր ազգային ինքնության պահպանման եւ զարգացման գործում։ Դրա ամենամեծ դրսևորումը հենց սիմվոլիկ իմաստով դա էր, որ Արարատ լեռը պատկերված էր հայկական ԽՍՀ-ի զինանշանի վրա։ Ընդ որում շատ ավելի տեսանելի, շատ ավելի ցայտուն, այսինքն հայկական ԽՍՀ-ի զինանշանի դոմինանտ պատկերը Արարատ լեռն էր։ Էլ չեմ ասում, որ ցեղասպանության հուշահամալիրը կառուցվել է այդ ժամանակաշրջանում, այսինքն հայոց ցեղասպանության գաղափարը առաջ մղելու, զարգացնելու, հանրայնացնելու խնդիրը Սփյուռք եթե դա մինչև է դա իրականացում էր միայն Սփյուռքի գաղթօջախներում, հայահեղափոխական դաշնակցության, հայ դատի գրասենյակների կողմից։ Ապա 65 թվականին հանրապետության հրապարակում մարդիկ հավաքվել են, այդ հարցը բարձրացրել են, հանրահավաք են արել, եւ դրանից հետո ի շնորհիվ նաեւ այն բանի, որ շատ ժամանակներում հայկական խորհրդային հանրապետության ղեկավարները հայրենասեր մարդիկ են եղել։ Կարեն Դեմիրճյանը ազգային հերոս է, եւ նա
իր հերոսացում ունեցել է ոչ միայն իր ողբերգական մահի նախորդող կարճ ժամանակաշրջանում պաշտոնավարման, այլ մեր ժողովուրդը գնահատել է նրա հերոսությունները խորհրդային ժամանակներում իր ստեղծարար բարեբեր աշխատանքի համար։ Մատենադարանը երբ է կառուցվել։ Ազգային բաներն եմ ասում, որ ասենք օգնել է մեր լեզվի, մշակույթի, ավանդույթների պահպանության համար։ Պատմամշակութային հուշարձանները, այդ թվում եկեղեցիները, աթեիստական երկիր է խորհրդային միությունը, աթեիզմի գաղափարներով։ Բայց զվարթնոց համալիրը գնահատվել, դե պարզա դա չէր կարող ամբողջությամբ վերականգնվել։ Եվ օդանավակայանն են անվանակոչի անգամ զվարթնոցի անունով։ Եկեղեցու, զվարթնոցը եկեղեցական համալիր է։ Եվ Հայաստանի գլխավոր օդանավակայանը անվանակոչել են զվարթնոց միջազգային, մինչև հիմա այդպես էլ կոչվում է։ Ես հիշում եմ դեռ դպրոցական էի։ Եղեգնաձորում Թանայինի վանական համալիրը, Գլաձորի համալսարան։ Դե պարզ է, որ բոլոր վանական համալիրներում էլ կրթական հաստատություններ են եղել, կրթության կարևորություն է տրվել դեր։ Բայց նշանավորելով դա որպես ոչ թե վանական եկեղեցական հաստատություն, որպեսզի աթեիզմի գաղափարախոսությունը չխոչընդոտեր դրան, այլ որպես կրթական հաստատություն Գլաձորի համալսարան 700-ամյակի առիթով ամբողջ Եղեգնաձորի շրջանը կառուցվել է այդ 700-ամյակի խորհրդով։ Ճանապարհներ, Եղեգնաձորի մշակույթի տունը, հիվանդանոցը, երկրագիտական թանգարանը, ճանապարհները, Եղեգնաձորի զբոսայգին տարբեր տեպի կարուսելներով, ատրակցիոններով, հարյուրավոր բաներ կառուցվել է, որ տոնում են Գլաձորի համալսարանի 700-ամյակը, փաստացի եկեղեցական համալիրի, Գառնու տաճարի հիմնանորոգում, այսինքն այդ ժամանակաշրջանում նաև մենք մեր ազգային ինքնությունն ենք կարողացել պահել, զարգացնել։ Տեսեք, ինչերի է օգնել խորհրդային միության պետական հրատարակչությունը ֆինանսավորել է, որպեսզի ռանչպարների կանչ գիրք հրատարակվի, որը պատմում է ազատագրական պայքարի, մեր ֆիդայինների մասին։ Եվ այդ ամեն ինչը իրականություն է, չէ՞ եղել։ Մշակույթը մեր գյուղ չկար, որ մշակույթի տուն չունենար խորհրդային ժամանակներում։ Մշակութային խմբերը գյուղերով աբոնեմենտային համերգներ կար, հեռավոր գյուղեր էին գնում, այնտեղ սիմֆոնիկ երաժշտության, դասական երաժշտության համերգներ էին կազմակերպում, կինոթատրոններ։ Ինչքան թատրոններ Հայաստանում թատերական գործունեությունը երբ է զարգացել։ Մենք մեր նշանավոր կոմպոզիտորները, մատ հիշեք, Կոմիտասից բացի, մյուս մեր նշանավոր կոմպոզիտորները, որոնցով որ մենք հպարտանում ենք, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջյանը, խորհրդային կոմպոզիտորներ, չէ՞։ Մեր նշանավոր գրողները, որոնց ստեղծագործություններով սերունդներ են դաստիարակվել, մենք ապրում ենք, դրանք որ ժամանակաշրջանում են ստեղծվել, հրատարակել իրենց գործունեությունը։ Պատմավեպեր են հրատարակվել, հեռուստաընկերությունը, ռադիոն երբ է ստեղծվել, սպորտ, հայկական, հայազգի օլիմպիական չեմպիոն, որ ժամանակաշրջանում է եղել։ Սպորտի զարգացումը, մենք Արարատ 73-ի հետ շռնդալից հաղթանակները, հաջողությունները, որը համաժողովրդական մեծ զարթոնք էր ապահովել, Տիգրան Պետրոսյանի հաղթարշավը շախմատում, դա որ ժամանակաշրջանում է եղել։ Դա եղել է խորհրդային իշխանություն, ես նորից եմ կրկնում, ես դրա խորհրդային պետության գաղափարախոսը չեմ, դրա պրոպագանդիստը չեմ։ Բայց այդ ամեն ինչը մեր ժողովուրդը ինքն է ստեղծել եւ ինքը իր ստեղծածը պետք է գնահատի, պետք է արժևորի, պետք է հասկանա, թե դա որ ժամանակաշրջանում է եղել, ինչ համագործակցության արդյունքում է եղել։ Նույնը վերաբերում է Հայաստանի տնտեսությանը։ Ինչ վիճակում է եղել Հայաստանը մինչև խորհրդային կարգերի հաստատումը։ Ամբողջ երկիրը ամբողջությամբ էլեկտրաֆիկացվել է։ Չեմ ասում ատոմակայանի կառուցումը, ջերմաէլեկտրակայանների կառուցումը, հիդրոէլեկտրոկայանների կառուցումը, էլեկտրաֆիկացված է Հայաստանը 100%-ով։ Գազաֆիկացման աստիճանը Հայաստանում եղել է մոտավորապես 80%։ Բնական գազի հասանելիությունը Հայաստանի բնակավայրերի գերակշիռ մասում։
Ես չեմ ասում կառուցված երկաթգծերը, ավտոմոբիլային ճանապարհները, ջրամբարները, խոշոր գիտաարդյունաբերական ձեռնարկությունները, որոնք ունեին միութենական նշանակություն, Նաիրիտը, Քաջարանի կոմբինատը, ճիշտ է դա վաղուց եղել է նախախորհրդային ժամանակաշրջանում, բայց իր արդյունաբերական հզորությունները երբ է ձեռք բերել։ Վանաձորի Քիմպրոմը, թեթև արդյունաբերական ձեռնարկությունները, Հայ էլեկտրոմեքենա գիտաարտադրական միավորումը, Հրազդան Մաշը, որը խորհրդային ժամանակների համար ռազմարդյունաբերական հզոր ձեռնարկություններ, գյուղատնտեսության զարգացումը ամբողջ երկրով մեկ, առողջարանային զբոսաշրջային զարգացումը, ջերմուկը ասեցի, Ծաղկաձորը երբ է դառել տուրիստական կենտրոն, Արզնին, Աղբերան, Հանքավան, Դիլիջան, այդ առողջարանները երբ են կառուցվել։ Եվ ինչ է այդ խորհրդային միության փլուզումից հետո է նաև Ռուսաստանը իր կարևոր դերակատարում ունի նաև ներկա պայմաններում Հայաստանի տնտեսության համար։ Մեր փաստացի ցուցանիշներ չէ գոյություն ունի։ Մեր գլխավոր առևտրատնտեսական գործընկերը Ռուսաստանն է։ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր գազ մատակարարող ընկերությունն է, այն որում գազը Հայաստանի տրամադրումը մի քանի անգամ ավելի էժան, քան նույն գազը, որը մատակարարում է եվրոպական երկրներին։ Պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը որտեղ է վաճառվում։ Պետք է լուրջ վերաբերվել, չէ՞, այդ ինչը որ ես ասում եմ, շատ տնտես վարողների համար իրական փող է։ Որևէ մեկը մտածում է, որ հնարավոր է, որ Արայիկ Հարությունյանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի հորդորով, դες մի կախարդական փայտիկով մի օրում հնարավոր է, որ հայկական ապրանք արտադրողները գտնեն նոր շուկաներ, իսկ կարողանան Եվրամիությունում վաճառեն այն ապրանքը, ինչ որ հիմա վաճառվում է Ռուսաստանում, պատրաստի արտադրանքը, այսինքն պահածոներ, գինի, կոնյակ, հանքային ջուր, թարմ գյուղատնտեսական մթերքներ, ծաղիկներ, վերամշակվող արդյունաբերական արտադրանք, պանիր։ Դա հնարավոր է, որ Հայաստանը վաճառի Եվրամիությունում կամ Հնդկաստանում, չգիտեմ, Չինաստանում, որևէ այդտեղ ավանդական շուկա, ձևավորված հարաբերություններ, ու դու որոշումներ կայացնելուց պարտավոր ես չէ՞ դա հաշվի առնես այդ հարաբերությունները զարգացնելու կամ փչացնելու համար պարտավոր ես չէ՞ դրանց ի վերջո այդ հարաբերությունների տակ հազարավոր մարդիկ են իրենց ռեալ փողով։ Այդ չեմ ասում, քանի միլիոն մարդ հայ է ապրում Ռուսաստանում, ընդ որում մեր հայրենակիցները այդ երկրում, ոնց որ եւ արտասահմանյան գրեթե բոլոր երկրներում, իրենց շատ լավ են դրսևորում, նրանք հաջող գործարարներ են, բիզնեսներ ունեն, փող են աշխատում, եւ նրանց նկատմամբ Ռուսաստանի իշխանության, Ռուսաստանի ժողովրդի վերաբերմունքը հիմա մեծապես պայմանավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններով։ Ոնց կարելի է որոշումներ կայացնել, վտանգել այդ մարդկանց բիզնեսը, նրանց խաղաղ գործունեությունը այդ երկրի տարածքում։ Էլ չեմ ասում, որ նրանք էական նշանակություն են մեր երկրի համար։ Մասնավոր դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան, որոնք միլիարդավոր դոլարների են հասնում, դրանք մեր երկրի տնտեսության համար էական նշանակություն ունեն։ Սեզոնային աշխատանքը, որ մեր շրջաններ կան, որ զանգվածաբար այդ մարդիկ գնում են սեզոնային ժամանակավոր աշխատանքի փող են աշխատում, այդ փողով ստեղ իրանց ընտանիքներն են ապրում։ Խոսում են Հայաստան այցելել են զբոսաշրջիկներ, 2 միլիոն զբոսաշրջիկ։ Որտեղից են եկել զբոսաշրջիկները։ Մեքսիկայից են եկել, Արգենտինայից, Կանադայից։ Մեծամասնությունը նրանց գերակշիռ մասը, որ գալիս են Հայաստանում փող են ծախսում, Ռուսաստանից չի։ Բայց գոյություն ունեցողա, չէ, ռեալ է, չէ՞ դա։ Դու ոնց կարող ես մտածել այդ ռեալը կորցնելու եւ երևակայական դաշտում ինչ-որ բան փնտրելու մասին։ Կապիտալ ներդրումները Հայաստանի մեջ։ Այսօր նայեք Հայաստանի բանկային համակարգի առանցքային բանկերը ռուսական կապիտալ են։ Ենթակառուցվածքների ոլորտը, գազամատակարարումը ամբողջությամբ, էլեկտրամատակարարումը ամբողջությամբ, Հարավկովկասյան երկաթուղին է շահագործում։ Եվ մենք միշտ, եթե ասենք այդ պետությունների հետ միջկառավարական հանձնաժողովները եղել են
փոխնախարարների մակարդակում, Ռուսաստանի պարագայում դա միշտ եղել է վարչապետի մակարդակում։ Իսկ հիմա սա իջացրել է մակարդակը։ Օրինակ հենց հիմա այս երեկ էր ընթանում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը փոխվարչապետների մակարդակում։ Իսկ միշտ ավանդաբար ով եղել է Հայաստանի վարչապետ, նա եղել է միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, որովհետև մեզ համար միևնույն չի եղել հարաբերությունները, տնտեսական, առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ այլ պետությունների հետ։ Սա դեռ տնտեսական հարցերն եմ ասում, սա մեր դեռ պատմական անցյալն եմ ասում, անվտանգային հարցերը։ Միակ երկիրն է Ռուսաստանը, որի հետ Հայաստանը ունի երկկողմ ռազմական փոխօգնության մասին համաձայնագիր։ Այսինքն երկրորդ երկիրը գոյություն չունի։ Սրանք ինչ են ասում։ Ասում են Ռուսաստանը իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ չի կատարում, մենք հիմա փնտրում ենք նոր անվտանգային գործընկերներ, որ փնտրում եք որտեղից պիտի գտնեք։ Տիեզերքից կարող է դրա համար են Արբանյակ ուղարկել տիեզերք, որ այնտեղ մանգակ գտնի Հայաստանի համար անվտանգային գործընկերներ։ Հայաստանը միակ ռազմաքաղաքական կազմակերպությունը, որին անդամակցում է, դա հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է։ ՀԱՊԿ-ը։ Հիմա եթե դու ՀԱՊԿ-ից այդ ռազմաքաղաքական կազմակերպությունից դուրս ես գալի եւ ինքնուրույն սեփական անվտանգային համակարգ չունես, որ կարողանաս ապահովել, նշանակում է պետք է մաս կազմես մեկ ուրիշ անվտանգային համակարգի։ Աշխարհում երկրորդ ռազմաքաղաքական կազմակերպությունը ՆԱՏՕ-ն է, որի անդամը Թուրքիան է, որը ունի այդ ՆԱՏՕ-ի կազմում երկրորդ ամենախոշոր բանակը Միացյալ Նահանգների բանակից հետո, Եվրոպայի տարածաշրջանում ամենախոշոր բանակը։ Հիմա Հայաստանը եւ Թուրքիան պետք է մտնեն նույն դաշինքի մեջ, այն դեպքում, երբ որ այդ հարցը երբևէ չի քննարկվել, չի քննարկվելու, այսինքն ոչ էլ նման հարց երբևէ բարձրանալու է, որ կարող է Հայաստանը հավակնություն ունենա մտնի այդ կազմակերպության մեջ։ Բայց այդ կազմակերպության ՀԱՊԿ-ում մենք անդամ ենք, չէ՞, որում հիմնադիր անդամ ենք, չէ՞։ Ու հիմա մենք մտածում ենք մեր անվտանգային համակարգը փոխելու մասին, տենց խաղ են անում անվտանգության հետ։ Անվտանգության հետ խաղ անողը գլխին գալիս է ու եկել է 44 օրյա պատերազմը այդ քաղաքականության հետևանքներն էր, որ ելույթներ էր ունենում կոշիկ լիզելու մասին, որ հավասարը հավասարին էր ուզում խոսել բոլորի հետ, Ռուսաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ։ Իսկ ինքը հավասարը հավասարի պարզ է, չէ՞, որ ցանկացած պետություն էլ որպես պետություն պետական կազմավորում, ՄԱԿ-ի անդամ, այո, միջազգային հարաբերություններում, դիվանագիտական հարաբերություններում հավասարի կարգավիճակում։ Բայց դու հավասար ես, որ գնում ես ՀԱՊԿ-ում, նույն վետո իրավունքը դու ունես, նույն վետո իրավունք ունի Ռուսաստանի նախագահը։ Եվ դա եղել է մինչև քո իշխանության գալը։ Բայց հավասարը հավասարին ընդեղ է դրսևորում։ Բայց նաև դու պիտի քո արժեքը հասկանաս, քո կշիռը հասկանաս, քո ազդեցությունը հասկանաս, դիմացինին հասկանաս։ Ինչը Հայաստանը, չեմ ասում, է Ռուսաստան Միացյալ Նահանգներ։ Օրինակ Գերմանիայի հետ հավասար պետություն է լինելու։ Ֆրանսիայի հետ հավասար պետություն է լինելու։ Մեծ Բրիտանիայի հետ հավասար պետություն, դու պետք է քո քաշն էլ իմանաս, քո ազդեցությունն էլ իմանաս։ Ու կարողանաս այն պետությունները, ովքեր որ քո երկրի համար, քո ժողովրդի համար կարևոր նշանակություն են, նորմալ հարաբերություններ զարգացնես, այո, պետք է նորմալ հարաբերություններ զարգացնել եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Եվրամիության հետ, եւ եվրոպական առանձին երկրների հետ, եւ Իրանի հետ, եւ նաեւ Ռուսաստանի հետ։ Ինչ խնդիր ընչես դու փորձում խախտել այդ բալանսը հարաբերությունների, այն էլ անմիտ դատողություններով։ Այդ չասեմ, որ Ռուսաստանի հետ երկկողմ ռազմական համագործակցությունից բացի Հայաստանի տարածքում տեղակայված է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, դա ՖՍԲ-ն է։ Սահմանապահ զորքերը, որոնք հայ սահմանապահների հետ միասին հսկում են Հայաստանի սահմանները, հիմնականում Թուրքիայի հետ եւ Իրանի հետ։ Եվ ինչով է դա եղել կարևոր Հայաստանի անվտանգության համակարգի համար, որ նաև Հայաստանում տեղակայված 102 ռուսական ռազմաբազա հետ միասին
այդ սահմանապահները եւ ռազմաբազան ըստ էության չեզոքացրել են Թուրքիայի որպես հնարավոր սպառնալիք Հայաստանի վրա ցանկացած ագրեսիայի մտադրությունը, ինչը հնարավորություն է տվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին կենտրոնացնել իր ուժերը, կարողությունները Արցախի անվտանգության ապահովման, Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման համար։ Եվ այդ անվտանգային համակարգը ֆունկցիոնալ գործել է մինչև 2020 թվականը, այսինքն մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո փլուզվել է այդ անվտանգության համակարգը եւ հիմա հետեւողականորեն տարվում է փլուզման։ 102 ռուսական ռազմաբազան դա ոչ միայն Գյումրիում է տեղակայվել, այլ նաեւ Երևանի Էրեբունի օդանավակայանում, այսինքն ինքը բազմաֆունկցիոնալ զորամիավորում է մոտոհրաձգային ուժերից բացի նաեւ ավիացիոն ուժերի ներգրավմամբ։ Այս պայն նրանք տեղակայում ունեն Սյունիքի մարզում, Տաուշի մարզում, Հայաստանի համար վտանգ ներկայացնող տարածքներում, նույնիսկ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հայ սահմանապահների հետ միասին նաև ռուս սահմանապահներ են կանգնած։ Դա անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ է։ Ես չեմ ասում այլ ոլորտներում համագործակցություն, կրթություն, չգիտեմ, ռեգիոնալ համագործակցություն։ Ես ինքս մարզպետ եմ եղել, մինչև հիմա հայ-ռուսական ռեգիոնալ համագործակցության լավագույն օրինակը Վայոց ձորի եւ Արխանգելսկի համագործակցությունն է։ Մշակութային կապեր, փոխանակման ծրագրեր, զբոսաշրջություն եւ այլն։ Եթե մի բան դու ունես, մի բան տարիներով ամրապնդված է, ինչի՞ ես դա փորձում փչացնել, ինչի՞ ես դա փորձում քայքայել, ինչի որ հիմա անում են։ Եթե քո նպատակը պետությունը կործանելը չի։ Սա դեռ երկկողմ համագործակցությունն է։ Նայեք բազմակողմ համագործակցությունում։ Քանի միջազգային կազմակերպություններ կա, որտեղ Ռուսաստանը դոմինանտ դեր ունի եւ Հայաստանը անդամակցում է այդ կազմակերպություններին։ ԱՊ, ՀԱՊԿ-ի մասին ասեցի, ԵԱՏՄ, խոշոր տնտեսական միավորում, այսօր էկոնոմիկայի նախարարը գլուխ է գովում, տնտեսական աճի մասին է խոսում։ Ում հաշվին է դա արվում։ Որ երկրի հետ համագործակցության, որ տնտեսական միջավայրում, ինքն էլ է խոստովանում։ ԵԱՏՄ 84% աճ է արձանագրում ԵԱՏՄ-ի հետ առևտրի։ Որ ուղղությամբ կա նման հաջողություն։ Որ երկրից կան այդքան մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք Հայաստանում փող են ծախսում։ Ու ինչ հարաբերություններ ես այսօր ստեղծում դու դրանց հետ։ Ասում եմ մենք դարձնում ենք Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներն է։ Ծայրագավառային պետություն։ Ինչ է դա նշանակում։ ՀԱՊԿ-ի եւ մինչեւ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը 2018 թվականի մայիսի 8-ի դրությամբ իր վարչապետ ընտրվելու օրվա դրությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի զինված ուժերի շտաբի նախկին պետն է, մարտական գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԵԱՏՄ-ի կառավարման խորհրդի նախագահն է, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր։ Այսինքն որ Հայաստանի դիվանագետները, Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցրած զինվորականներն ու քաղաքական գործիչները այդ կազմակերպություններն էին փաստացի ղեկավարում։ Դրանով էր արտահայտվում մեծ ծայրագավառ լինելը։ Այդ ծայրագավառից եկած ծայրագավառային։ Իսկ ինքը ինչ արած։ Յուրի Խաչատուրովին ձերբակալեց, Տիգրան Սարգսյանի դեմ անհիմն անմիտ քրեական վարույթներ էին նախաձեռնել։ Հարաբերություններ խոսում Պուտինին չէր դիմավորում Հայաստանում խախտելով մեր երկրի դիվանագիտական արարողակարգի մասին օրենքները։ Չեմ ասում Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկիր է։ ԵԱՀԿ առանցքային երկրներից է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Եվրոպայի խորհրդի անդամ չնայած Եվրոպայի խորհրդի հետ ունեցած իր հարաբերություններով։ Եվրոպայի խորհրդի հիմնական դոնորներից մեկն է Ռուսաստանը, որ պայն սառեցրել էին Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, այդ կազմակերպությունը հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ։ Իսկ մեզ համար այդ կազմակերպությունը ունի կարևոր նշանակություն, ունեցել է ամենայն դեպս կարևոր նշանակություն, հենց ժողովրդավարական ինստիտուտների զարգացման առումով։ Քաղաքական հարաբերություններ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, առաջին անգամ ինքն է Հայաստանի Ադրբեջանա-թուրքական իշխանությունն է դիմել
հապկի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Բայց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ դիմում ես, դու չգիտես, որ այդ անվտանգության խորհրդում մշտական անդամները վետոյի իրավունք ունեն։ Դա պետք է հարաբերություններ զարգացնել, չէ՞, նրանց հետ, մշտական անդամ պետությունների հետ։ Չեմ ասում Մինսկի խմբի համանախագահություն։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Ալիև եւ Փաշինյանի ստորագրությունների կողքում ո՞ր ստորագրություններ դրված։ Աշխարհի ո՞ր պետության ղեկավարի ստորագրություններ դրված։ Ո՞վ է կանգնեցել պատերազմը, ո՞վ է կանգնացել այլնահեղությունը։ Բայց հետո ի՞նչ է դրա դիմաց մենք ստացել։ Ինչ ուղղությամբ են տարի հարաբերությունները։ Ու մինչև հիմա տանում։ Հակն այդ հակառուսական խրախուսում են այդ կիսատ պռատ քաղաքական գործիչ կոչվածների, հասարակական կազմակերպությունների, որոնք պրո-եվրոպական, պրո-ամերիկյան են հանդես, էլի հանդես եկեք Եվրամիության, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման օգտին։ Ո՞վ ասում, որ պիտի չլինեն այդպես հարաբերություններ։ Ո՞վ ասում, որ պիտի դրանք չզարգանան։ Էլի զարգացեք։ Բայց դրանց խնդիրը ոչ թե այդ հարաբերությունները զարգացնեն, ինչ են զարգացրել, ինչ են արել, ինչ ձեռքբերումներ ունեն։ Զրոյական արդյունքներ։ Բայց իրաց հիմնական շեշտը ավանդական, բարեկամական, մեր ռազմավարական հարաբերությունների փչացնելն է Ռուսաստանի հետ եւ կեղծ թեզեր տարածելով։ Մտածում եմ, որ ինչ է Ռուսաստանը պիտի գամ Հայաստանը պաշտպանի, ումից պաշտպանի։ Իր բարեկամ, իր գործընկեր երկրներից։ Հայաստանում այնպես տպավորություն է, որ պիտի ռուսները գան մեր երկիրը պաշտպանեն մեզ ադրբեջանցիներից։ Առանց հասկանալու, որ Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամ երկիր է։ Նրանք բարեկամական լուրջ է, այդ նույն խորհրդային միության պատմությունը նաև Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններին է վերաբերում։ Ինչը Ադրբեջանը զարգացած երկիր է եղել մինչև խորհրդային կարգերի հաստատումը։ Բայց նրանք հարգանք են տածում այդ պատմության նկատմամբ։ Ռուսաց լեզվի նկատմամբ տեսիչ վեր ամեն անգամ Ալիևը հպարտությամբ ներկայանում է, որ Ադրբեջանում պահպանվել են ռուսական դպրոցները, դրանք ռուսաց լեզվի տարածումը շարունակում են պահել։ Իսկ ստեղ ինչ վերաբերմունք կա։ Ադրբեջանը Ռուսաստանի ճշտամին է։ Ադրբեջանը ճիշտ է հապկից դուրս է եկել, ԵԱՏՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացել, բայց ԱՊՀ-ի շրջանակներում շարունակում է իր հարաբերությունները այդ կազմակերպության մյուս անդամների, թվում Ռուսաստանի հետ։ 2022 թվականին, երբ որ Ռուսաստանի կողմից Դոնեցկը եւ Լուգանսկը ճանաչվեցին որպես անկախ պետություններ, հաջորդ օրը, այդ ճանաչման հաջորդ օրը Մոսկվա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ ի նշանավորում են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի պետական այցով եղել է Մոսկվայում եւ Ռուսաստանի հետ կնքել է ուշադրություն միութենական համագործակցության մասին համաձայնագիր։ Այսինքն Հայաստանը իր ունեցած հարաբերությունները փչացնում է իր ռազմավարական հիմնական գործընկերոջ հետ։ Դրա փոխարեն Ադրբեջանը օգտվելով Հայաստանի հետ բաց թողումներից զարգացնում է նոր հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Դե պարզ է չէ, որ Ռուսաստանը այս տարածաշրջանում իր ամիջական հարևանությամբ գտնվող տարածքում ունի իր համար կարևոր նշանակություն ունեցող շահեր։ Եվ այդ շահերը ինքը ում միջոցով պետք է իրականացնի։ Պետք է ունենա գործընկերներ, որի հետ համագործակցությամբ իր շահերը իրացնի։ Եվ հարավային Կովկասում Ռուսաստանի ամենավստահելի գործընկերը եղել է Հայաստանը, որը անդամակցել է բոլոր այդ միջազգային կազմակերպություններին, միակ երկիրն է հարավային Կովկասում, որտեղ կա ռուսական ռազմաբազա, որտեղ կան ռուսական սահմանապահներ, բոլոր առումներով Հայաստանը առանձնացել է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եթե հիմա Հայաստանը երես է թեքում Ռուսաստանից, փոխում է իր հարաբերությունները, ի վնաս այդ հարաբերությունների էության, բնականաբար Ռուսաստանին այս տարածաշրջանում պետք է այլ գործընկեր։ Ով կարա լինի։ 3 պետություն կա։ Եթե Վրաստանը հաստատ չի, Վրաստանը արդեն նոր դարձավ Եվրամիության անդամության թեկնածու, այսինքն Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորը շատ հստակ է արդեն տարիներ շարունակ։ Եթե Հայաստանը չի այլևս այդ չունի այդ վստահություն, իսկ այլևս չի կարող ունենա Հայաստան այս ամեն ինչից հետո հարաբերությունների, էքսկլյուզիվ միակ
գործընկերը վստահելի Ռուսաստանի համար որ կարա լինի, դա Ադրբեջանն է։ Իսկ որպեսզի Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունենա լավ հարաբերություններ, պետք է նաև Ադրբեջանի շահերից բխող դիրքորոշումներ արտահայտի։ Եվ անում է։ Այսինքն անում է մեր պատճառով, որովհետև մենք ենք կորցրել մեր վստահությունը։ Այս քաղաքականության փոփոխությունն է տարետաղետի։ Ադրբեջանը ակնհայտ գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ։ Եվ Թուրքիան այսօր ինչ նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Իհարկե ժամանակ առ ժամանակ նրանց հարաբերությունները լարվածության մեծ աստիճանի են հասնում։ Պատմության ընթացքում այդ մեկ տասնյակից ավել ռուս-թուրքական պատերազմները դրա վկայություն են, անգամ պատերազմել են նրանք իրար հետ։ Կամ այս վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը Թուրքիայի հատուկ ծառայության սպայի կողմից, ռուսական օդանավի, ռազմական օդանավի խոցումը Թուրքիայի զինված ուժերի կողմից քաղաքական ղեկավարության ուղիղ ցուցումը վարչապետը Թուրքիայի ժամանակ ասաց, որ ինքն է տվել այդ հրամանը խոցելով ռուսական ինքնաթիռը, որը հանգեցրեց տնտեսական հարաբերությունների սառեցմանը։ Հիշեք, ինչ էր կատարում, հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի նախագահը, զբոսաշրջիկների այցելություններն էր սահմանափակված, Թուրքիայից ապրանքների ներմուծումն էր Ռուսաստան սահմանափակված, թուրքական շինարարական ընկերությունների գործունեությունն էր Ռուսաստանում դադարեցված, եղել է, բայց հիմա էլ կա այլ տիպի հարաբերություններ, չէ՞։ Այսօր ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Թուրքիան Եվրամիության գործընկերների շրջանում ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որ ամենաբարձր մակարդակով ուղիղ շփումներ ունի Ռուսաստանի հետ։ Էրդողանը Սոչի այցելում, Մոսկվա այցելում, Պուտինին են հրավիրում Թուրքիա, ուրիշ ոչ մի երկիր ՆԱՏՕ-ի անդամ այս պահին չունի նման գործակցություն։ Օգնում են Ռուսաստանին նաև ցորենի, ուկրաինական ցորենի վաճառքի ծրագիր են իրականացնում, Բոսֆորի նեղուցի շահագործման ծրագիր են իրականացնում, տնտեսական ծրագրեր են իրականացնում գազի, նավթի մատակարարումների։ Այսինքն դա նշանակում է, որ այս պահին Թուրքիան ունի կարևոր նշանակություն Ռուսաստանի համար։ Եվ Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի ազդեցության, այսինքն Թուրքիան Ռուսաստանի հետ իր հարաբերությունները կառուցելուց առաջամղում նաև ադրբեջանական շահը։ Եվ մենք այս դիրքավորման մեջ, այս իրողությունների մեջ ինչ պիտի անենք։ Երես թեքենք Ռուսաստանից, ասենք դե գիտես ինչ։ Դե որ այդտենցա մեզ հետ գործ չունես, բա ով գործ ունենա քո հետ։ Թուրքիան եւ Ադրբեջանը, այսինքն օկուպացն են մեր երկիրը։ Տեսեք ինչ անմիտ դժգոհություններ է հայտնում։ Այսօր էլ հենց հիմա կարծեմ հանրային հեռուստաընկերությունը պիտի երթեր հեռարձակի իր հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ։ Այնտեղ անոնսում տվել են մի դրվագ, որտեղ ասում է ռուս խաղաղապահներ ասում է, որ ադրբեջանցիները հարձակվեն, պիտի մնային թաքնվեին թաքստոսներում։ Նա նույնիսկ չգիտի, թե ռուս խաղաղապահների կոնտինգենտի առաքելության նպատակը որն է եղել Արցախում։ Ոչ թե Ադրբեջանի հարձակման դեպքում ռուսներին Արցախը պիտի պաշտպանեին ադրբեջանցիներից, այսինքն ինքը փաստորեն տենց է մտածում։ Արցախի պաշտպանության բանակը ինչ պիտի անի։ Ինքը քանդել Արցախի պաշտպանության բանակը, պատերազմից հետո միայն եղել Արցախի պաշտպանության բանակից զորացրում, բանակի համալրում չի եղել, 4 միլիարդ դոլարի առնվազն բանակին նյութական վնաս է տվել պատերազմի ժամանակ, անձնակազմի մոտ 5000 կորուստ, զորացրում է պաշտպանության բանակը, տեխնիկայով չի համալրում, ասում է ռուսները եկեք պաշտպանեք Արցախը։ Ինչ Ռուսաստանը տես Ռուսաստանը իր երկիրը ոնց է պաշտպանում։ Շատ լավ է պաշտպանում, երբ որ դա Իրանն է։ Բայց Ռուսաստանը պիտի գա մեր երկիրը պաշտպանի, Արցախի պաշտպանության բանակը ինչ պիտի անի։ Լավ դու մտածում ես Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ռուսները պաշտպանեն։ Բա որ Արցախի պաշտպանության բանակը հարձակվեր Ադրբեջանի վրա։ Ինչ վերջո խաղաղության խախտումը կարող է հակառակ ուղղությամբ, չէ՞։ Պաշտպանության բանակը 20 թվից հետո կարող եթե Հայաստանի ղեկավարը ոչ թե Նիկոլ Փաշինյանը էլ նորմալ մարդ, կարող նաև հակառակ կլներ, չէ՞։ Համալրել իր ազդակազմը, վերադասավորել ուժերը եւ ազատագրել օկուպացված տարածքները։ Շուշին, Հադրութը, գոնե Արցախի ֆորմալ տարածքը, չեմ ասում շրջակա անվտանգության գոտին։ Այդ խնդիրները կարող է նաև այդ իմաստով մարտական լուծման ենթակա խնդիրներ են։ Կարող է նաև Արցախը հարձակվեր, չէ՞, Ադրբեջանի վրա։ Ինչ ռուսները պիտի ադրբեջանցիներին պաշտպանեին։ Նստածքի խաղաղապահ առաքելության իմաստը չի հասկանում, բովանդակությունը չի հասկանում։
Բայց հանդիրավի մեկնաբան է տալի, մեղադրանքներ են հնչեցնում։ Միայն այն ռուս խաղաղապահները ինչ գործ ունեին։ Ո՞վ է բերել նրանց ընդե։ Նիկոլ Փաշինյանը։ Բանակցային գործընթացում միշտ էլ այդ հարցը առաջ եկել է, միշտ էլ ցանկություն եղել է ռուսական կողմից, որ իրանք զինված առաքելություն են Արցախում։ Երբևէ նման բան չի եղել։ Միշտ էլ հայտարարվել է եւ իրականացվել է, որ Արցախի պաշտպանության բանակը խաղաղության երաշխավորն է տարածաշրջանի։ Լրացուցիչ խաղաղապահ ուժերի անհրաժեշտություն չկա։ Ինքը ռուսներին բերել է Արցախ, հետո էլ Ալիևն ասում է, գիտես, ռուսները պետք է այստեղից դուրս գան, որպեսզի ռուսները դուրս գան, Արցախում պիտի հայ չլինի։ 4 օրում ամբողջ Արցախը հայությանը Արցախից հանել են մենակ ու միայն մի բանի պատճառով, որ 2020 թվի 25 թվի նոյեմբերի 9-ին այնտեղ ռուս չլինի։ Մենակ այդ նպատակով են հանել Արցախի խաղաղ բնակչության Արցախից։ Միայն ու միայն Ալիևի հետ համագործակցությամբ։ Ինքը բերել է, ինքն էլ հանելու համար ամբողջ Արցախը տարահանության թիրախ դարձրեց։ Ցեղասպանություն իրագործեցին Ալիևի հետ, երկու դիկտատորներով, երկու ռազմական հանցագործներով։ Ձեն-ձենի տված։ Այն բանի համար, որ իրանց բերած ռուսներին իրանք հանեն Արցախից։ Կամ հապկից դժգոհությունները։ Ասում է, հապկը Հայաստանին չի օգնել։ Հապկին Հայաստանը ռազմական օգնության համար դիմել է։ Միայն ու միայն ռազմական օգնության համար 2022 թվականի սեպտեմբերի 13-ին։ Այդ ժամանակ էլ հապկում նախագահող երկիրը եղել է Հայաստանը։ Հապկի բոլոր խորհրդի նիստերը ղեկավարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սեպտեմբերի 14-ին դիմումը ստանալուց հետո 15-ին արդեն հապկի հավաքական ուժերի շտաբի պետ եղել է Երևանում, որպեսզի հասկանա, թե Հայաստանին ինչ օգնություն է անհրաժեշտ։ Սեպտեմբերի 19-ին Հայաստանում ա եղել հապկի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Հոկտեմբերի 28-ին արդեն պատրաստ է եղել Հայաստանին տրամադրվող օգնության փաթեթը, որը քննարկվել է հապկի հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում, որը նախագահել է Նիկոլ Փաշինյանը։ Որոշումը չի ընդունվել, որովհետև Հայաստանը դեմ է եղել։ Ասեն են լավ, կնախապատրաստենք որոշման փաթեթը, կքննարկենք Երևանում։ Քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում, Դվին հյուրանոցում տեղի ունեցած հապկի գագաթաժողովում նախագահել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանին հապկի տրամադրվող օգնությանը բոլոր երկրները կողմ են եղել, բացի Հայաստանից, բացի Նիկոլ Փաշինյանից։ Անմիտ պատճառներով, ասում է քաղաքական գնահատական տվեք Ադրբեջանի ագրեսիային։ Այն դեպքում, երբ որ Հայաստանը քաղաքական գնահատական չի տվել, ըստ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշման, չեմ ասում զառանցանքների, հիմարություններ դուրս տված մտքերի, պաշտոնական դիրքորոշման Հայաստանի վրա Ադրբեջանը չի հարձակվել սեպտեմբերի 13-14-ին, որովհետև Հայաստանի սահմանադրության մեջ հստակ ասվում է, երկրի վրա զինված հարձակման կամ դրա վտանգի արկայության դեպքում, ինչպես նաև պատերազմ հայտարարելու դեպքում, կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն։ Այսինքն դա իմպերատիվ պահանջ է, եթե Հայաստանում ռազմական դրություն չի հայտարարվել, նշանակում է երկրի վրա զինված ներխուժում չի եղել, պաշտոնապես դա տենց է, իրավաբանորեն դա տենց է։ Հիմա Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանը իր վրա ներխուժում է, չնայած գնդակոծվում են Հայաստանի բնակավայրերը, կուրորտային նշանակության ունեցող քաղաքը, 7500 մարդ 3 ամիս բռնի տեղը հանվում է իր հիմնական բնակության վայրից, դադարեցվում է կրթության ոլորտի դպրոցների, մանկապարտեզների, արվեստի դպրոցների, չգիտեմ, հիվանդանոցների գործունեությունը, բիզնեսները փակվում է, մինչև հիմա ջերմուկը չի կարող վերականգնվի։ Բայց Հայաստանի կառավարությունը դա չի համարում ագրեսիա։ Բայց ասում է թող Ղազախստանը համարի, Բելարուսը համարի, ձեռ առնում։ Ում կարա ձեռ առնի։ Ինքը կարա իր զոմբիներին ձեռ առնի, այսօրվա հրապարակում տոնածառի լույսերի տակ պարողներին ձեռ առնի։ Ինքը կարա շատ զոհված զինծառայողների կամ գերությունից վերադարձածների ծնողներին ձեռ առնի, ոնց ուզի հետները վարվի։ Բայց լուրջ պետությունների ղեկավարների նա ոնց կարա ձեռ առնի իր կիսատ հալով։ Ու չի ստացվում դա, բայց դրանից ով է տուժում։ Դրանից մեր պետությունն է տուժում, մեր ողջ հասարակությունն է տուժում։ Վերցրեցին հակասահմանադրական եղանակով վավերացրեցին Հռոմի ստատուտը։ Այն ժամանակ, երբ որ
Հագայք միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահի դեմ սանկցիա ձերբակալման սանկցիա է տվել։ Ու ցուցադրաբար հատուկ մարտի 17-ին միջազգային քրեական դատարանը տալիս է Ռուսաստանի նախագահին ձերբակալելու սանկցիա, մարտի 24-ին Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանում ասում են, որ այդ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, խախտելով Սահմանադրությունը։ 2004 թվականին դատարանն ասել է, որ դա Սահմանադրությանը չի համապատասխանում։ Հատուկ ցուցադրաբար Տարան ազգային ժողովում վավերացման Ռուսաստանի արտգործ նախարարությունը հայտարարում ասում է, որ այդ համաձայնագրի վավերացումը բացասաբար անդրադառնալու Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին, ընդհանուր բոլոր տիպի հարաբերություններին, անվտանգային, քաղաքական, տնտեսական եւ այլն։ Դրանով վավերացնում են։ Ասենք նպատակը ո՞րն է դրա։ Եթե ոչ ուղիղ հարվածը գոյություն ունեցող հարաբերություններին։ Եվ ասում են նոր, մեր ռազմավարական դաշնակիցը մեզ չի օգնում։ Այդ դու ինչ ես անում, որ քեզ օգնի։ Դու նախ ինքդ պետք է քո հայրենիքը պաշտպանես, որ ուրիշը գա օգնի, չէ՞, քո դաշնակիցը գա քեզ օգնի։ Եթե դու քո հայրենիքը չես պաշտպանում, դու քո հայրենիքը հասնում ես թշնամուն, գա քեզ դավաճանության մեջ օգնի։ Դու նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դրան հաջորդող հայտարարությունը ում է ստորագրել հունվարի 11-ին նոյեմբերի 26-ին, Ռուսաստանի նախագահի։ Ով առաջարկեց Հայաստանին, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ պայմանագրի կնքումը առանձնացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից, կարգավիճակի հարցը թողնելով սերունդներին, հետագա։ Դուրս եկար այդ բանակցային ձևաչափից, եւ այսօր նոյեմբերի 9-ի իրողություններ կա, իհարկե չկա, ով է փոխել դա։ Ռուսաստանն է փոխել։ Դու ես փոխել Իլհամ Ալիևի հետ Շարլ Միշելի հետ քննարկումների արդյունքում։ Հոկտեմբերի 6-ի հայտարարությունը Մոսկվայում է ստորագրվել, դե Պրահայում է ստորագրվել։ Գրանադայի հայտարարությունը, Գրանադա ռուսական քաղաք է, թե իսպանական։ Որտեղ էս արել այդ ամեն ինչը։ Եվ ինչի համար էս արել դա։ Ընդամենը մեր պետությունը քանդելու, թուլացնելու։ Եվ ասես ռազմավարական հարաբերություններ։ Ցանկացած հարաբերությունները, թվում ռազմավարական հարաբերությունները ունեն երկու կողմ։ Այն ինչ որ դու ուրիշից ակնկալում ես, քո ռազմավարական կամ այլ գործընկերոջից, նույն տիպի հարաբերություններ դու պիտի ունենաս նրա հետ։ Մեր վերաբերմունքը Ռուսաստանին 18 թվից հետո ռազմավարական գործընկերոջ փոխհարաբերություններ է, դրանք երկու կողմ ունեն։ Չէ, հիմա այս պայն Ռուսաստանը փաստացի պատերազմում է Ուկրաինայի դեմ։ Ամբողջ աշխարհի դեմ համարյա 52 երկիր կոալիցիային կազմում է Ռուսաստանի դեմ։ Հայաստանի ինչ վերաբերմունք է, ռազմավարական գործընկերոջ վարքագիծ ունի։ Հայաստանի զինված ուժեր են մասնակցում այդ կոնֆլիկտին։ Իհարկե չէ։ Ինչ ես, բա քաղաքական աջակցություն ցուցաբերում ես դու քո ռազմավարական գործընկերոջը։ Եթե չէ, ուրեմն քո վերաբերմունքը ռազմավարական գործընկերոջ չի։ Եթե քո վերաբերմունքը այդպեսին չի, դու ո՞նց ես ակնկալում, որ իր վերաբերմունքը քո հանդեպ այդպեսին լինի։ Դες բան չի կարա լինի։ Այս միջազգային հարաբերությունները, սա դիվանագիտություն է։ Սա այդ պրիմիտիվ նիկոլական իշխանության կառավարումով այդպես հարաբերությունները չեն կառուցվում։ Այնտեղ լուրջ մարդիկ են այդ որոշումները կայացնում։ Միշտ էլ Ռուսաստանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ունեցել է առանձնահատուկ դրսևորում, անվտանգության դոկտրինը Հայաստանի, թե 2008 թվականի եւ 2020 թվականի, որ ինքն է ստորագրել, առանձնացնում եւ ընդգծում է Ռուսաստանի դերը մեր անվտանգության համակարգում եւ երկկողմ փոխհարաբերությունների իմաստով եւ բազմակողմ փոխհարաբերությունների իմաստով։ Եվ եթե հիմա դու անում ես այդ անվտանգային համակարգի մի մեծ կտոր, մի մեծ բաղադրիչ ու դրանով ոչինչ չես փոխարինում դրան, ինչ ես մտածում, ինչ պիտի լինի։ Ընդամենը մի բան, ավելի խոցելի ես դարձնում քո անվտանգային համակարգը։ Զինված ուժերը ի վիճակի չի այսօր հայրենիքի սահմանների պաշտպանություն իրականացնի, գեներալների, մարտունակ երիտասարդ գեներալների մի զգալի մասը ազատված են ծառայությունից, ուղարկել ես պահեստազոր, բանտեր, այն մյուս գեներալները կախել ես տուրնիկներից, նսեմացնում է, կրակային պատրաստություն են անցնում, վազում են, թե ասի գեներալն չի պիտի տուրնիկի վրա ժիմանի, ես չեմ հասկանում։
Չես կարողանում երկրի անվտանգային համակարգը ապահովել, արտաքին անվտանգային համակարգը քո ձեռքով թույլատնում ես անմիտ հիմար դատողություններով, մեկնաբանություններով։ Բայց եթե ես այդքան բան հասկանում եմ, Ադրբեջանում չեն հասկանում, թե Թուրքիայում չեն հասկանում։ Հասկանում են, գնահատում են ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ասում են խոցելի է այդ երկիրը, իրանք այդ ճշտամական վերաբերմունք ունեն ու առաջ են մղում իրեն շահերը, որտեղ կարողանում են դիվանագիտորեն են անում դա, որտեղ դիվանագիտական իրանց ռեսուրսները պակասում է, ռազմական ներգործություն են անում։ Դու ոչ դիվանագիտություն ես, որ դրան կարողանաս դիմակայես, ոչ բանակ ունես, որ կարաս դիմակայես, մնում է միայն արտաքին աջակցություն հնարավոր, որ պիտի ունենաս անվտանգային համակարգի, դա հետևողականորեն քայքայում ես։ Ու կապում ես այդ պետությունները այլ հարաբերություններ, ինչ գործ ունես, խառնվես, ասենք Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ ինչ հարաբերություններ կունենա, Եվրոպայի հետ ինչ կունենա, քո ինչ գործն է։ Փոքր երկիրը տեսել ես ինքը իր չափով, իր դերով հանգիստ նստի իր տեղը։ Աշխարհում այնքան երկրներ կան, որոնք իրանց սեփական անվտանգային համակարգից դուրս այլ անվտանգային խնդիրներ են լուծում։ Հիմա Էստոնիան, որ Ռուսաստանին համարում է իր համար անվտանգային սպառնալի, գիտի, որ իր զինված ուժերով չի կարա դիմակայի, անդամակցել է ՆԱՏՕ-ին։ Հիմա պատկերացնում եք, ասենք Էստոնիայում սկսեն Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ դեմարշներ անեն, հակաամերիկյան ցույցեր կազմակերպեն, այդտան Ամերիկայի դեսպանատան դիմաց չգիտեմ ինչ դրոշներ ճոճորեն, Ամերիկայի նախագահային ձերբակալելու որոշումներ կայացնեն։ Կողքից նայողը չի ասի, դրանք ապուշ են։ Այսինքն իրանց երկրի անվտանգային համակարգի հիմնական ուժը հանդիսացող կազմակերպության գլխավոր դերակատարի դեմ դեմարշներ պիտի անեն։ Բայց մեկ այդ նույն բանը ստեղ ենք անում։ Նույն բանը ստեղ ենք անում։ Ու գիտեք, բան կա։ Գնահատելու ունակություն կա։ Բոլորն էլ գիտեն, չէ՞, թե Հայաստանը 20 թվի երկրից ինչ երկիր է դառել 91 թվականին։ Դեմոգրաֆիական նորետ է ասում, տնտեսություն, մշակույթ, գիտություն, արդյունաբերություն, ենթակառուցվածքներ, դեմոգրաֆիա, քանի մարդ ապրի 20 թվին Հայաստանում, քանի մարդ ապրի 91 թվի Հայաստանում, 88 թվին, ազգային զարթոնքը։ Բայց մենք դա չենք կարող գնահատենք։ Մեր ստեղծածը չենք կարող գնահատենք։ Այն կողքից նայողները ասում են, չէ՞, բայց դուք ռուսների հետ, Ռուսաստանի հետ այդ համագործակցությամբ այդ ամեն ինչ ունեցել եք։ Ու դրա նկատմամբ հարգանք չունեք, գնահատել չգիտեք։ Մեր հետ հարաբերությունները ո՞ց կարա գնահատեք։ Ինչ պիտի անեն եվրոպացիները մեզ, որ մենք նրանց նկատմամբ գնահատող հարգանք ունենանք, եթե մենք այսքան ստեղծածի նկատմամբ հարգանք չունենք, հարաբերություններ չունենք։ Ամբողջ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը շենացել, զարգացել է, անկախությունից հետո էլ ինչ են արել մեզ։ Օգնել են Արցախի ազատագրման հարցում, կա մեկը, որը տեղյակ է Արցախյան ազատամարտի պատմությունից եւ տեղյակ չի, թե ինչ դերակատարում է ունեցել Ռուսաստանը այդ մեր իհարկե դա մեր քաջարի զինվորների ազատամարտիկների մեր բանակի ձևավորման հետ մեր ժողովրդին վաստակն է այդ հայ։ Բա աջակցությունը ռազմական աջակցությունը։ Ումից ենք մենք ստա, բայց Գրաչովի ու Վազգեն Սարգսյանի նկարները ոչ մեկը չի տեսել։ Այդ հարաբերությունների արդյունքներից ոչ մեկը տեղյակ չի։ Արցախի շուրջ անվտանգային գոտին ձևավորելու ժամանակ Թուրքիայի Հայաստանի վրա հնարավոր ռազմական ագրեսիայի մասին ոչ մեկ տեղյակ չի։ Դե տեղյակ չեն, թե դա ոնց է չեզոքացվել։ Ոնց է դա պահպանվել, որ Հայաստանը մեր զինված ուժերը շարունակեն ազատագրական գործողություններ իրականացնել Արցախում։ Դրանից հետո ինչ ա եղել։ Օգնել են նորմալ հարաբերություններ ա ստեղծվել, հարաբերություններ ա զարգացել։ Միջազգային կազմակերպությունների մակարդակում, տնտեսական հարաբերություններ ա զարգացել։ Եվ հիմա ինչ ա արվում։ Այդ ամեն ինչը մենք չենք գնահատում, այսօր մարդիկ կան Հայաստանում, ասում են ռուսները Հայաստանի թշնամիներն են։ Ռուսաստանը Հայաստանի թշնամի է։ Թող ռազմաբազան ըստից դուրս գա, սահմանապահները դուրս գան, խաղաղապահները Արցախից դուրս գան։ Բայց ասողները մի պահ հասկանում են, բա որ իրանց ասածը լինի, հետո ինչ անելու։ Թե սրանց թվում է, թե Հայաստանի համար, Հայաստանը Ռուսաստանի համար այտենց Ռուսաստանի կյանքը կախված է Հայաստանից։
միամիտներ։ Այսինքն Ռուսաստանից անցայացի երկրի մեջ մի հատ Հայաստանից է կախված իր ճակատագիրը։ Պարզ է, չէ՞ որ ես չեմ թերագնահատում, ռուսները շատ լավ հասկանում են իրենց շահերը։ Այո, Թուրքիան սպառնալիք է Ռուսաստանի համար, լայն առումով, չնայած այս պահին կարող է գործընկերներ են եւ այլն։ Բայց Թուրքիայի հզորացումը, Հայաստանի զավթումը, Ադրբեջանի հետ միասնական պետության ստեղծումը, մոտեցնում է իրանց արդեն հյուսիսային Կովկասին, այնտեղ բնակչության կազմը, կրոնական կազմը, հերթական էքստրեմիզմի զարգացումը, հովանավորումը Ռուսաստանի Թուրքիայի կողմից, Արևմուտքի կողմից, նոր լարվածության հրահրումը այդ տարածաշրջանում, Թուրքիայի ծավալումը Կասպից ծովով դեպի Միջին Ասիա, այո, դա վտանգներ է Ռուսաստանի համար, բայց ինչը մենք պիտի Ռուսաստանի դեր շահերը բացատրենք, բայց եթե Հայաստանը Ռուսաստանի համար ունի աշխարհաքաղաքական հետաքրքրություն, նշանակություն, մեզ համար դա կենսական նշանակություն ունի։ Պատկերացրեք, ասենք, ի վերջո հաջողվում է Նիկոլ Փաշինյանի եւ այդ ադրբեջանա-թուրքական ռեժիմին վերջնականապես փչացնել Հայաստանի Ռուսաստանի հարաբերությունները։ Հենց մի պահ հիպոթետիկ պատկերացրեք դրա հետևանքները։ Անմիջապես Թուրքիան ներխուժում է Հայաստան, ինչա պայմանագիր, այսինքն կարող է մահքի գրանցված երկիր է Թուրքիան, այդ Թուրքիան Սիրիա չի ներխուժե, Իրաք չի ներխուժե, թե Կիպրոս չի ներխուժե։ Այնտեղ այդ պետությունները ճանաչված չէին, ՄԱԿ-ի անդամ չէին, խնդիրներ չունեն, անվտանգ չի ով մեկը դատապարտել է Թուրքիային դրա համար։ Ինչ խնդիր ունի։ Երկու կողմից սխմ են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, մի րոպեում կզավթեն Հայաստան, մի րոպեում։ Նիկոլ Փաշինյանն է պաշտպանելու Հայաստանը։ Իհարկե չէ։ Կամ տնտեսական հետևանքները, որևէ մեկը հասկանում, ասենք ես ռուսական դեմարշի տնտեսական հետևանքները։ Ընդամենը սահմանափակում դրվի Հայաստանից Ռուսաստան արտահանման վրա կամ մասնավոր տրանսֆերների վրա։ Արայիկ Հարությունյանն է բարիք ստեղծելու ժողովրդին պահելու համար, թե Սարգիս Խանդանյանը։ Տենց երևելի միջազգային լիդերներ են, այսօր Հայաստանը ղեկավարում ու դրանք փոխարինելու են։ Թե ով է գալու Հայաստանին օգնի։ Միակ եվրոպական երկիրը, որ Հայաստանի համար սիմպաթիա ունի, ո՞րն է, Ֆրանսիան է, չէ՞։ Ֆրանսիայի նախագահը ասում է, ես իմ ընկերոջ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, հիմա ասում եմ, այս տարի հունվարին Մյունխենում ասել, որ Հայաստանը մեզ հետաքրքիր է, որպես բուֆերային գոտի Ռուսաստանի դեմ մեր խնդիրները լուծելու համար։ Միայն դրանով է հետաքրքիր։ Մնացածը խոսակցություններ են։ Այդ նույն Միացյալ Նահանգները, նույն Ֆրանսիան, նույն եվրոպական երկրները կարողացել են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Հիշեք անցած տարի այս օրերին արդեն Շուշիի մատույցներում ադրբեջանցի բնապահպանները փակել էին Արցախ-Հայաստանի հետ կապող ճանապարհը։ Քանի դատարանավորոշում կայացել դրա վերաբերյալ։ Քանի զանգ ա եղել Ադրբեջանի նախագահին։ Քանի հայտարարություն ա եղել։ Որ մեկն է իրականություն դառել։ Բացվել է այդ ճանապարհը։ Ոչ։ Ոչ էլ Ռուսաստանն է ցուցաբերել աջակցություն։ Որովհետև դարձել ենք մեզ թշնամի։ Մեր ռազմավարական բարեկամի դարձնում ենք մեզ թշնամի, չկարողանալով գտնել այլ բարեկամներ։ Չունի ուղղություն։ Գնացել է կանգնել է Եվրամիությունում, ասում է մենք Եվրամիության հետ պատրաստ ենք համագործակցենք այնքան, ինչքան որ Եվրամիությունը մեզ թույլ կտա, պատրաստ կլինի մեզ հետ համագործակցել։ Այսինքն ոչ թե մենք նպատակ ունենք դառնանք եվրոպական երկիր Եվրամիության անդամ, ոնց որ ասենք Վրաստանն է նպատակը դրել։ Այլ անտերի պես գցածենք ստե։ Ոնց ուզում եք մեզ հետ վարվեք։ Իսկ մեզ հետ վարվողը ով է լինելու։ Լինելու է Թուրքիան։ Եվ սա տանում է մեզ այս քաղաքականությունը, այս արկածախնդրությունը։ Ընդամենը այն ճակատագրի, որին արժանացել է Արցախը 2023 թվականին։ Հայաստանի վերջնական կործանման, ինչը Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակն է։ Եկող շաբաթ ես կփորձեմ ամփոփել 2023 թվականի հիմնական իրադարձությունները եւ դրանց հիման վրա կանխատեսումներ անել 2024 թվականի համար։ Այս կանխատեսումները նաեւ
բավականին մոտ են այն իրողությանը, որի մեջ մենք հայտնվել ենք։ Բարեկամներին դարձնում ենք թշնամի, իսկ թշնամիներին տալիս հնարավորություն ոչնչացնելու մեր երկիրը։ Սա լինում է միայն մի դեպքում, երբ որ մեր ժողովրդի իշխանությունը, օրինական իշխանությունը զավթված է մի հանցախմբի կողմից, որի պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է, որը իրականացնելով պետական դավաճանություն անցել է թշնամու կողմը եւ սպասարկում է թշնամու շահերը։ Նիկոլ Փաշինյանը պրո-եվրոպական գործիչ չի։ Նիկոլ Փաշինյանը պրո-ամերիկյան գործիչ չի, ոչ էլ պրո-ռուսական գործիչ է։ Ինքը պրո-ադրբեջանական եւ պրո-թուրքական գործիչ է։ Նա հակառուս չի, հակաեվրոպական գործիչ չի, հակաամերիկյան չի։ Նա հակահայ գործիչ է։ Եվ այս քաղաքականությունը մի բանի կարաբերի, կամ Հայաստանի պետականության կորստի, կամ ինչքան հակառուսականություն իրականացնի, այնքան ավելի կամրապնդվի հենց Ռուսաստանի գերիշխանությունը եւ ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Որովհետեւ ինչքան մեր ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը նվազեց, այնքան մենք կարիք ենք ունենալու այլ արտաքին աջակցության։ Ինչքան այդ արտաքին ազդեցությունը մեծացավ, այնքան նորից դա լինելու է մեր պետականության, մեր ինքնիշխանության հաշվին։ Հայաստանի պետականությունը վտանգված է, ինչքան էլ որ հանրապետության հրապարակում տոնածառի լույսեր վառվեն եւ միամիտ մարդիկ տոնեն իրենց մոտալուտ մահը։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ երեքշաբթի, ես կներկայացնեմ 2023 թվականի հիմնական ամփոփումը։ Շնորհակալություն, ստեսություն դες։